ամեն ստից բանից լացս գալիս է։ Տեսնես ինչի՞ց է։ Լինում են դեպքեր, որ ասում են, «Անի ջան, ախր առաջ ես տենց չեմ եղել»։ Կամ ասում են, «Միշտ էլ ինքը այդպիսին է եղել, մի հատ պատճառ լինի, նստի լացի»։ Ընկերներ, ինչի՞ց սա կարող է լինել։ Կարող է հորմոնալ ֆոնից լինել։ Երբեմն հորմոնալ որոշակի տատանումներից ելնելով մարդիկ ավելի լալկան են դառնում։ Կամ նյարդաբանական խնդիրների պատճառով։ Որոշակի խնդիրներ, որոնց պատճառով անձը չի կարողանում կառավարել իր լացը եւ կապ չունի որտեղ է, կապ չունի ինչ իրադարձություն է, սկսում է լաց լինել։ Ինչ էլ որ լինի, եկեք հիմա մենք խոսենք հոգեբանական կողմից։ Մենք պետք է մի պահ հասկանանք, սա առհասարակ ինձ բնորոշ վարք է, թե նորից ինչ որ իրադարձության հաջորդող երևույթ է։ Ես հիմա մտքումս ունեմ մի այցելու, ով 50 անց տղամարդ էր, որը իր կյանքում գեներալ էր եղել, զինվորական աշխատող, եւ ինքը որ եկել էր, ասում էր, որ անի ջան, ախր ես ողջ կյանքում չեմ իմացել լացն ինչ է։ Նույնիսկ պատմում էր, որ իր հոր թաղմանը արդյունք չի թափվել։ Ասում էր, ես իրոք տառապում էի, սգում էի հորս կորուստից, բայց լացել, այդ ինչ բան է, ես ոնց կարայի լացել։ Բայց հիմա ամեն ստից բանից լաց եմ լինում։ Բնականաբար, երբ որ մենք գնացինք վերլուծությանը հաջորդող նախորդող իրադարձությունների, պարզվեց, որ իր երիտասարդ տղան իրեն սպանել էր, նետելով բարձրահարկ շենքից, եւ այդ ինքնասպանությունից հետո իր կյանքում շատ բաներ փոխվել էին։ Փոխվել են եւ նա արդեն այլևս այդ զինվորականը չէր, այդ ուժեղ ամրակազմ, պինդ հոգեկանով եւ նյարդերով մարդը չէր, նա շատ խոցելի էր դարձել եւ ցանկացած փոքրիկ բան կարող էր այսպես նրան հուզական մեծ իրավիճակի մեջ դնել։ Ունեի մի այցելու, որ ասում էր, ես երազում եմ, որ աղջիկս ամուսնանա։ Չէ, իրադարձությունը տենց չբացահայտվեց։ Ասաց, որ երբ որ հանկարծ ինչ-որ կինո եմ նայում, սերիալ եմ նայում, հանկարծ տեսնում եմ, որ ինչ-որ չգիտեմ, մամայա, իր երեխեքով խաղում է, օգնու վրա է լինում, ինձանից անկախ սկսում եմ լացել։ Եվ վերլուծության արդյունքում պարզվեց, որ ինքը տանը չամուսնացած աղջիկ ունի եւ երազում է, երբ պիտի աղջիկս ամուսնանա, ես էլ թորներ ունենամ, ես էլ թորներիս հետ խաղամ եւ ամեն անգամ, երբ որ նմանօրինակ իրադարձություն է տեսնում, սկսում է լաց լինել։ Ընկերներ, եթե ձեր մոտ կա այս լացկանությունը, մի պահ փորձեք ֆիքսվել եւ հասկանալ, ճիշտ որ իրադարձություններն են ինձ համար այսպիսի տրիգերային, հա, որ շարժում են իմ ներսը։ Բնականաբար դուք ամեն իրադարձությանը այդպես չեք արձագանքում, դուք կարող եք մի ամբողջ, չգիտեմ, ֆիլմ նայել, գլադիատորը նայել, որտեղ իրար մորթում են, սպանում են, արյուն եւ դուք ոչ մի կաթիլ արդյունք չթափեք, բայց օրինակ տեսնեք մի ֆիլմ, որտեղ մայրը իր զինվոր որդուն բանակ է ճանապարհում եւ տակնու վրա լինեք։ Ձեր մեջ ինչն է տրիգեր, ձեր մեջ ինչն է ձեր շարժում, այ որն է ձեր տեսածներից, որ ձեր համար ակտուալ թեմա է հանդիսանում եւ ձեր ներսում հուզական ֆոն է առաջացնում։ Ամեն մեկի պատմությունը տարբեր է եւ ամեն մեկիս համար հուզականություն կարող է առաջացնել մեկ այլ պատմություն։ Եկեք վերլուծենք, հասկանանք, սա հորմոնալ խնդիր կարող է լինել, նյարդաբանական խնդիր կարող է լինել, թե պարզապես կարող է հաջորդել հոգեկան ծանր ինչ-որ իրադարձություններին։ Իդեպ ասեմ, որ պատճառներից մեկը կարող է պարզ լինել։ Օրինակ դուք շատ երկար պատրաստվել եք ինչ-որ քննությունների եւ վերջապես հանձնել եք այդ քննությունները։ Եվ այդ ծանրաբեռնվածությունից հետո, երբ որ դուք դա անում եք, այդ ձեր հոգնածության ֆոնին դառնում եք այդպիսի լացկան, հուզական, որովհետև շատ երկար ժամանակ ձեր հոգեկանը այսպես մոբիլիզացված իր արժև դրված խնդիրներն է փորձել հաղթահարել, իսկ հիմա երբ որ խնդիրները հաղթահարված են, արդեն ինքը կարծես թուլացել է եւ իրեն թույլ է տալիս անել այն, ինչ կարող է։ Կամ գուցե դուք երկար ժամանակ ինչ-որ դեպրեսիայի միջով եք անցել, երեխան հիվանդանոցում է եղել, հիվանդության, բժշկության այս երկար ճանապարհն եք անցել եւ այս ձեր խնդիրները դեպրեսիայի, հուսահատության, վախերի, տագնապների հետևանք են։ Ինչ էլ որ լինի ձեր խնդրի պատճառը, եթե դուք չկարողանաք միայնակ անցնել այս ճանապարհը, կապ հաստատեք ինձ հետ։ Զանգահարելով 095 51 44 54 հեռախոսահամարով։